Ժողովուրդ ջան, այսօր ականատես եղանք հերթական ապատեղեկատվությանը ֆանտաստիկայի ժանրից։ Որոշ լրագրողներ, լրատվականներ, այնուհետև տասնյակ օգտատերեր սոցցանցերում մեկը մյուսից կիսվելով տարածում էին մի լուսանկար, վիդեոկադր Գյումրիի 7 վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից։ Նրանք պնդում էին, որ այդ պատարագին ներկա է եղել կյանքի խոսքի եկեղեցու ավագովիվ Արթուր Սիմոնյանը։ Միանգամից ուզում եմ ասել, որ սա հերյուրանք է, զրպարտություն եւ ապատեղեկատվություն։ Հարց. ինչպես կարող է կյանքի խոսքի եկեղեցու ավագ հովիվը ներկա լինել Գյումրիում, եթե նա ֆիզիկապես չի գտնվում Հայաստանում, նա ներկայումս Միացյալ Նահանգներում է։ Ինչպես կարող է մարդը միաժամանակ գտնվել թե արտերկրում եւ թե Գյումրիի 7 վերք եկեղեցու։ Իհարկե նրանք այս հարցի պատասխանը չեն կարող տալ։ Ես իհարկե դիմում եմ բոլոր լրատվականներին, դիմում եմ բոլոր լրագրողներին եւ ասում եմ՝ մի արեք սիրելիներս, պարզապես մի արեք նման բան։ Ես պաշտոնապես պահանջում եմ, որպեսզի բոլոր այդ տեսանյութերը, գրառումները հեռացվեն եւ դուք հանդես գաք հերքումը, որովհետեւ դա իսկապես ապատեղեկատվություն է, դա իսկապես զրպարտություն է։ Եվ ես ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բոլոր այն լրատվականները, լրագրողները, ովքեր չեն հարգի մեր պաշտոնական այս խնդրանք պահանջը հեռացնելու այդ նյութերը, մենք իհարկե հաջորդ քայլը կանենք, կսկսենք իրավական գործընթաց եւ կփորձենք այդ նպատակին հասնել դատական կարգով։ Այնպես որ սիրելիներս, խնդրում եմ, որպեսզի ընդունեք իմ բարեկամաբար, ընկերաբար ներկայացվող այս խնդրանք պահանջին եւ հեռացնել այդ ապատեղեկատվությունը։